օրինակ ինչ-որ ակցիա եք կազմակերպել դատարկ նիստերի դահլիճում։ Ակցիա չէ, ուղղակի ուսուցողական դասեր են փոխանցում իրենց թերուսներին։ Իսկ դուք տևական ժամանակ տարի նույն դասարանում եմ մնացել, այս տիկնոջն է, որ հայտարարում էր ինչ-որ մեկը ստում է այն կարմիր մազերով տիկինը։ Դուք տևական ժամանակ նիստերին չեք մասնակցում, ինչ փոխվեց, ինչ որոշում փոխվեց, որ հիմա գալիս։ Դուք արդեն այդ հարցի պատասխանը գիտեք, էլի չեմ ուզում կրկնեմ։ Լավ է գիտեք։ Ինչու որոշում։ Սինե ջան, շատ լավ գիտեք։ Որոշումը պետք է թուրքերին լարենք Հայաստանից, ինչ եք ուզում։ Չլարենք, չջարդենք դրանց ոտերն ու գլուխները։ Ընդդիմությունը մեղադրում է։ Պայմանական եմ ասում, ֆիզիկապես ես իրենց չեմ կպնի։ Ընդդիմությունը քաղաքային իշխանություններին մեղադրում է թալանի կոռուպցիայի համար, բայց իրանք էլ ասում են մենք այս ամենը անում ենք քաղաքը բարելավելու նպատակով։ Դե կներեք, եթե ես նոր օրինակը բերեցի, չէ, եթե Երևանից մինչև Գյումրի 120 կիլոմետրը արժե 1000 դրամ, այդ Երևանի մեջ ո՞նց է այդ ուղևորա փոխադրումը կազմում 300 դրամ, դա թալան չէ։ Ձեր գույքահարկը ինչքան է։ Ինչքան եք ամեն բարձրացրել, թալան չէ։ Ձեր գույքը ինչ է, նոր, թարմացված գույք է, նոր եք ձեռք բերել։ Ընդհակառակը պետք է նվազեր, բայց թանկացրել են, չէ, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է հստակ թալան։ Մենակ դա չէ, աղբահանությունից ենք խոսում։ Աղբը դա արտադրություն է, արտադրանք է։ Այսինքն, եթե դու չունես վերամշակման գործարան, իրանք միայն զբաղվում են աղբի տեղափոխմամբ։ Ոչ թե աղբահանությամբ կամ աղբի վերամշակման, վաղուց պետք է քաղաքային տնտեսությունը ունենար աղբի մշակման գործարան։ Տիկին Պաստանջյան, Փաշինյանը Սա ուղղակի թալան է, այսքանը։ Փաշինյանն ասում է, այո, մենք բյուջե ենք լցնում եւ դա բյուջե չէ, իրենց գրպաններն են լցնում։ Չեք հասկանում, այս աշխատավարձներն ու չգիտեմ ինչեր ինչքան են կազմում սրանց։ Բա իրենց ոյաժները, բա իրենց սպասարկող մեքենաները, մենք եկեք հաշվենք այս 7 տարվա մեջ ով ինչ է ձեռք բերել։ Գնանք ուսումնասիրենք այս մարդկանց։ Ավագանո օրակարգային հարցերից դուրս այսօր ազգային ժողովում ցեղասպանության ժողովրդման հարցներ, հա, ընդդիմությունը բերել, բայց այն շատ վատ ընդունեց ԿՊ-ն, այսպես մեծ աղմուկ բարձրացավ, ծեծ կրտուկ սկսեց։ Դե որտեվ ցեղասպաններ են։ Նույն Էրդողանի հետնորդներն են, քեմալականների հետնորդներն են, ցեղասպաններ են, բա ինչ եք ուզում։ Հենց դրա մեջ ենք մենք իրենց մեղադրում։ Հայրենազրկում ցեղասպանություն։ Հայրենազրկեցին 12000 քառակուսի կիլոմետր տարածքը ինչ ա եղել։ Հայրենիքը ինչ ա մնացել, այնտեղ ինչ են կառուցում հիմա։ Ոնց են հիմնահատակ քանդում Ստեփանակերտի փողոցները։ Թումանյան փողոցը քանդել են այդ հնությունները, մեր պատկերները։ Քանի եկեղեցի են հանձնել ցեղասպանները։ Այսօր մեկն էլ ստեղից ցիտում էր, չգիտեմ ով էր դա։ Դեպի Արարատում հետ եք գնալու, հայերով են գնալու դեպի Արարատ, այ թուրք։